Հաճելի անակնկալ վարորդներին ոստիկանությունն ընդունել է սխալը խոստովանել, որ Մայրաքաղաքի Քանաքեր-Զեյթուն վարչական շրջանում Ռուբինյանց փողոցի վրա տեղադրված արագության սահմանափակման ճանապարհային նշանը տեսանելի չի եղել ղեկին նստած մարդկանց, ուստի եւ անվավեր են ճանաչվել մայիսի 19-ից 29 ընկած ժամանակահատվածում տվյալ հատվածում արագաչափ սարքի ֆիքսած խախտումների համար նշանակված տուգանքները։ Դրանց ընդհանուր գումարը հայտնի չէ, բայց քանակն ավելի քան 2181 հատ վարչական ակտ է։ Ցանկը կարելի է տեսնել ոստիկանության կայքեջում։ Այն քաղաքացիներն, ովքեր արդեն իսկ վճարել են չեղյալ համարված այդ տուգանքները, գումարը հետ ստանալու համար պետք է Երևանի Ծովակալիսակովի պողոտա ճանապարհային ոստիկանության վարչական շենք ներկայացնեն դիմում եւ խախտման արձանագրության համարը կամ որոշման պատճենը։ Հայաստանը բավական ակտիվ է այդ օրենսդրական ակտերի բարձրացման գործում, բայց ոնց որ գիդրալն է, մի գլխի կտրում եք, մի քանիսը նորից հայտնվում է։ Հունական դիցաբանության բազմագլխանի վիշապոցին հիշեր եւ մեր երկրում քաղաքացիների ու բիզնեսին առաջարկվող ծառայությունների տանջալից թղթաբանության ու չինովնիկների կամայականությունների հետ այն համեմատում է հայտնի Գելիոցին ծրագրի ղեկավարը։ Դա հենց այն կարգավորիչ մարմինն է, որ պետությունն ամիսներ առաջ մեծ հույսերով ստեղծեց մարդկանց նյարդերը քայքայող գործընթացների հարցը մեկընդմիշտ լուծելու համար։ Արմեն Եղիազարյանն ասում է, կտրենք միասին կարգախոսով սկսել են երկրում գործող 26000 իրավական ակտերի ուսումնասիրությունը։ Դրանց 30%-ը կրճատելու են, 20-ը պարզեցնել։ Արդյունքում մի շարք քաղցարողներ գործազուրկ կդառնան, բայց գործարար միջավայրի պարզեցման շնորհիվ կավելանան տնտեսական նոր նախաձեռնությունները, աշխատատեղեր կբացվեն։ Ծրագիրը 2 տարում $2 միլիոն է ծախսելու, որ Հայաստանում այլևս տանջանք չլինի ձեռնարկատիրական որոշ գործունեություններով զբաղվելը։ Բարեփոխելու նպատակով Գելիոցինի առջև դրված 17 ոլորտներից լիցենզիաներ կրճատող պարզեցնող մասնագետների թիմը առայժմ տնտղել է գազի, լույսի, ջրի հետ կապված ծառայությունների մատուցման, տրանսպորտի եւ առողջապահության բնագավառում պահանջվող թղթաբանությունները։ Առաջարկներ կներկայացնեն աշնանը, մինչև դա թեժ գծով լսելով ու հաշվի առնելով նաեւ քաղաքացիների բողոքները։ Դեղատներ եւ ատամնաբուժական կլինիկաների լիցենզավորում, ցուցությունների ստացում, իրենց բիզնես գործունեության կազմակերպում։ Այո, ընթացակարգը գործունեություն սկսելու համար, բիզնես սկսելու համար այդ process-ը, որ պետությունից ստանալ ցուցություններ, լիցենզիաները, դրանք պետք է բարձրացվեն։ Արձակուրդային ճամփորդությունների ակտիվ այս սեզոնին մանավանդ, որ հայաստանյան գործող կապույտ անձնագրերի դեֆիցիտ կա եւ ժամկետ էլ չի նշվում, թե եւ դրանք կներկրվեն հանրապետություն, մարդկանց մի մասն արագ կողմնորոշվել եւ երկրից դուրս ուղևորությունը չհետաձգելու հարցը լուծել է նոր տիպի բիոմետրիկ անձնագիր վերցնելով։ Առավելապես արտասահմանյան ճամփորդությունների համար կիրառվող այս փաստաթուղթը շատ ավելի ծախսատար է, արժեք 25000 դրամ, բայց պետք չէ սպասել մի ամբողջ ամառ։ Ըստ ոստիկանության հրապարակած տվյալների շաբաթվա սկզբի դրությամբ վիզաների եւ անձնագրային վարչությունը քաղաքացիներից ստացել է կենսաչափական փաստաթուղթ տրամադրելու 445 դիմում։ 726 հայտ էլ ներկայացվել է երկրի ներսում անձնագրի ֆունկցիան կատարող նույնականացման քարտ վերցնելու համար։ Փողն էժանացնել կենտրոնական բանկը չի շտապում, թեպետ գյուղատնտեսական առատ-բերքով պայմանավորված վիճակագիրներն անցնող ամիս երկրում գնանկում են արձանագրել այն աստիճան, որ տարեկան գնաճը ցածր է նույնիսկ թույլատրելի միջակայքից, գլխավոր դրամատունը դեռ ձեռնպահ է մնում տնտեսությունը խթանելու քայլից։ Հուլիսյան ճշգրտման նիստում վերաֆինանսավորման տոկոսադրույքը չի փոխել, այն շարունակելու է մնալ 8%։ Բանկից ստացված համառոտ հաղորդագրությունում գրված է. կանխատեսվող հորիզոնում միջազգային շուկաներում կպահպանվի հիմնական հումքային եւ տարենային ապրանքների գնանկումային միջավայրը։ Չնայած, որ ցորենի համաշխարհային բերքի ծավալների նվազման ռիսկի պատճառով նկատվում է հացահատիկի որոշակի գնաճ։ Մյուս կողմից, ըստ երկրի գլխավոր ֆինանսիստների, Հայաստանում արդյունաբերության եւ ծառայությունների ոլորտի ավելի արագ զարգացման շնորհիվ ներքին գների վրա կարող է գնաճային ազդեցություն թողնել տնտեսության կանխատեսվածից բարձր աճը։ Այդ դա հնարավոր է հանգեցնի պահանջարկի եւ սպառման տեմպի ավելացման, ինչն իր մեջ գնաճային ռիսկ է պարունակում։ Այս կանխատեսմանը կենտրոնական բանկը գումարել է նաեւ դրամի արժեզրկման պատճառով թուլացած դրամավարկային պայմաններն ու առայժմ անփոփոխ թողել վերաֆինանսավորման մակարդակը։ Մենք չենք ստանում ոչ մի գումարային, ոչ հայկական առաքելական եկեղեցից, ոչ կառավարությունից։ Իր ղեկավարած կազմակերպությունն առանց կողմնակի ֆինանսավորման է պայքարում Հայաստանում տարածված քայքայիչ աղանդների դեմ, ասում է Ալեքսանդր Ամարյանը։ Թեպետ դեմ չէր լինի, եթե որոշ կառույցներ գումարով կամ աշխատանքով օգնեին մոլորյալ աղանդավորներին հետ բերել դեպի հայ առաքելական եկեղեցի։
Կրոնական հարթությունում փողի առումով անհավասար պայքարում ենք, պնդում է Ամարյանը, նշելով, որ մեր երկրում գործող աղանդավորական բոլոր խմբավորումները դրամական խոշոր աջակցություններ են ստանում Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Գերմանիայից, Չինաստանից, հաճախ որպես ֆինանսավորման շղթաներ օգտագործելով որոշ ֆիրմաների կոսմետիկայի վաճառքի մարքեթինգային ցանցը։ Ըստ ԱՄՆ պետդեպարտամենտի կազմած կրոնական ազատությունների մասին 2011-ի զեկույցի Հայաստանում առաքելական եկեղեցու հետևորդ չէ բնակչության 10%-ը մոտ 350-360 հազար մարդ։ Ամարյանը պնդել է նրանց ձայները խորհրդարանական ընտրություններին ստանալու նպատակով քաղաքական որոշ կուսակցություններ, որոնց շարքում ինքը հաստատ գիտի չեն եղել առնվազն ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը եւ Կոմկուսը, բանակցություններ են վարել դրսի կրոնական խմբավորումների հետ։ Ինչպես են ավարտվել այդ զրույցները չգիտի, բայց դրանց մասին ինքը վստահեցրել է, ժամանակին տեղյակ է պահել համապատասխան կառույցներին։ Թուրքիայի տնտեսությունը հիմնականում կարելի է համեմատել չինական արտադրանքի հետ, որը միանշանակ կարող ենք ասել, որ թե Եվրոպայում, թե Միացյալ Նահանգներում շատ ավելի առաջատար դիրքեր ունի, քան Թուրքիան։ Եթե աշխարհի գերտերությունները Թուրքիային եւ թուրքական էժան գյուղմթերքը, տրիկոտաժն ու մյուս ապրանքներն այս փուլում օգտագործում են շուկաներում Չինաստանի տնտեսական էքսպանսիային դիմակայելու համար, դա դեռ չի նշանակում, թե կախման մեջ են այդ երկրից։ Եվրոպայի կամ նահանգների համար Անկարային ծնկի բերելը միայն ցանկության հարց է, կարծում է քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը, հիշեցնելով 1997 թվականը, երբ որոշակի սահմանափակումների պատճառով Թուրքիան կանգնեց տնտեսական խորը ճգնաժամի առաջ եւ դրանից կարողացավ դուրս գալ միայն 10 տարի անց։ Այնպես որ Ֆրանսիայի կամ Գերմանիայի հետ հարաբերությունների սրումը ամենևին էլ մեր հարևանի շահերից չի բխում։ Այստեղ մեծ քաղաքականության խաղեր են։ Անգլիան փորձում է Թուրքիային Եվրամիության անդամ դարձնել ֆրանս-գերմանական ուժեղ բևեռին բրիտանա-թուրքական դաշինքով դիմակայելու համար, կարծում են հայ քաղաքագետները։ Այդ պատճառով էլ բարձր են համարում հավանականությունը, որ Սարկոզիից հետո Ֆրանսուଆ Օլանդի ղեկավարած երկիրը շուտով կընդունի պաշտոնական Փարիզի կողմից ճանաչված ցեղասպանությունները քրեականացնող նոր օրինագիծը։ Ես կարծում եմ, որ այս անգամ ցեղասպանությունները այդում հայոց ցեղասպանության նոր բանաձևը անպայման կանցնի։ Երևանի քաղաքային տրանսպորտի ցանցում շարունակվում է ավտոբուսային եւ միկրոավտոբուսային երթուղիների մրցույթը։ Գործող գծերի, նաեւ նոր մշակված չվերթերի համար մայրաքաղաքային իշխանությունն ընտրում է առաջիկա ժամանակահատվածում ուղևորափոխադրումներ իրականացնող տնտեսվարողների։ Նրանք հանձնաժողովին են ներկայացնում իրենց ավտոպարկը, մեքենաների վիճակն ու վարորդների կազմը։ Այդ պատճառով վաղը հուլիսի 12-ին էլ օրվա առաջին կեսին գիծ դուրս չեն գա եւ մարդկանց չեն սպասարկի 48, 68, 85 եւ 115 համարի միկրոավտոբուսները եւ թիվ 28 ավտոբուսը։ Այսօր շոկոլադի համաշխարհային օրն է։ 17 տարի առաջ Ֆրանսիայում ծնունդ առած տոնը հոբելյար քաղցրավենիքի նման արագ տարածում է գտել շատ պետություններում։ Ընդ որում, որքան բազմազան են շոկոլադի համերն ու տեսակները, մասնագետներն այդքան շատ են խոսում ուտողի համար դրա օգտակար հատկությունների մասին։ Բժիշկները պարզել են, մուգ շոկոլադը նպաստում է էնդորֆինների երջանկության հորմոնների առաջացմանը, որոնք իրենց հերթին մարդու օրգանիզմի հաճույքի կենտրոնների վրա ազդելով բարձրացնում են տրամադրությունը։ Հենց այս հանգամանքը հաշվի առնելով էլ հոգեբանների որոշ խմբեր պնդում են, թե շոկոլադը հաճախ ունենում է նյարդերը հանգստացնող հակադեպրեսանտի դեր։ Գիտնականները կարծում են նաև, որ դառը շոկոլադը չի գիրացնում։ Արդեն 1 տասնամյակից ավելի է շոկոլադի հայկական արտադրություններ են գործում նաև Հայաստանում։ Խոշորագույնը Grand Candy-ն է։ Բացի տեղական քաղցրավենիքից, տարեկան երկիր է ներկրվում նաև 8500 տոննա քաշով շոկոլադ։ Հուլիսի 11-ը համաշխարհային տոնացույցում նշված է նաև որպես ազգաբնակչության օր։ ՄԱԿ-ը տոնը ֆիքսել է 1897-ին, երբ մոլորակի բնակչության թիվը հասել էր 5 միլիարդի։ Նոր կանխատեսումներով 2015 թվականին արդեն երկրագնդի վրա կապրի ամենաքիչը 8 միլիարդ մարդ։ Հուլիսի 11-ին NASDAQ OMX Armenia հարթակում իրականացված արտարժույթի առողջարքի ծավալն ու միջին փոխարժեքը, հուլիսի 12-ի համար ձևավորված տարադրամի փոխարժեքները։